Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Լավ, կարծում եմ էլ իմաստ չկա սպասելու։ Մարիամ, ուզում եմ, որ ես մատանին նորից քո մատին լինի։ Ու հաստատի, որ մեր սերը իրական է ու մենակ մերը։ Այն ինչ որ անցյալում եղել է, ես համարում եմ դաժան փորձություն, որը մենք պատվով հաղթահարեցինք։ Ու հիմա ես քեզ սիրում եմ, Մար։ Երևի հենց այս տողով էլ պետք է սկսեի։ Հյուրեր ունեք։ Մամ, ես կբացեմ։ Բարև ձեզ։ Դու ինչ ես անում այստեղ։ Որ խնդրեմ Մարիային դուրս կկանչեք, հետը խոսելու բան ունեմ։ Դավիթ, ինչ ես խոսում։ Դու հիմա շատ լավ գիտես, թե մեր տանը ինչ է կատարվում։ Այս պահին Ռաֆը Մարիայի մատին մատանի է դնում։ Ես հիմա Մարիային ոնց կանչեմ։ Հետո կտեսնեք, կխոսեք։ Ես պիտի անպայման Մարիային տեսնեմ։ Ուղղակի չեմ ուզում ներս գալ, խնդրում եմ ասեք թող գա։ Դու ինձ լավ չես հասկանում։ Դու ուզում ես, որ մեր տան մեջ կռիվ լինի։ Եթե ես Մարիային հետո տեսնեմ, արդեն ուշ կլինի։ Դու այս մասին պետք է ավելի շուտ մտածեիր։ Ու չթողնեիր, որ ամեն ինչ այսօրվան հասներ։ Ու Մարիայի այս վիճակի համար ես մենակ քեզ եմ մեղադրում։ Քո մեղքի բաժինն է այստեղ ավելի մեծ։ Ես գիտեմ, որ մեղավոր եմ։ Հիմա ինչ էլ լսեմ, ոչինչ չեմ ասելու։ Բայց չեմ ուզում ներս գան, որովհետև ես էլ չեմ ուզում ձեր տանը կռիվ լինի։ Ես հարգում եմ Ռուբենին, հարգում եմ այս տունը, համ էլ ձեր տանը տատիկ է։ Չեմ ուզում ներս գալ, բայց սպասել էլ չեմ կարող, խնդրում եմ ասեք թող գա։ Եկեք գոնե նոնային սպասենք։ Չեմ հասկանում ինչ եք այսքան շտապում։ Ճիշտ է։ Մամային պետք է սպասենք։ Հա, ինչ եղավ նոնան։ Մեր այսքան չհամբերելն ու իրա ուշանալը։ Դե ճիշտն ասած ես լարված պահեր այդքան էլ չեմ սիրում Ռուբեն ջան։ Մամ հանգստացի։ Մար դու հաստատ լավ ես։ Վայ, ինչի պետքա վատ լինի։ Մարդն ամուսնանում է։ Մամ խոսելու իրավունք չունեմ։ Ես համոզված եմ, որ Մարիան շատ երջանիկ է լինելու, շատ երջանիկ։ Ուղղակի հիմա հուզված է, իսկ հուզմունքը տարբեր կերպ է արտահայտվում մարդու մոտ։ Չէ, Մարիա ջան։ Իսկ ես տենց չեմ մտածում։ Պապ, ես լավ եմ։ Ռուբեն, դու դեմ ես մեր երեխեքի միությանը։ Մամ, սուս մնա, ասացի հիմա ժամանակը չի դա քննարկելու։ Բա երբ է ժամանակը, տղա ջան, հենց հիմա է ժամանակը։ Ես ուղղակի ուզում եմ այս անհասկանալի լարվածությունը մեր ընտանիքներից վերանա, ու դրա մասին պետք է հիմա քննարկենք։ Դեմ եմ, ճիշտ ես ընկալել։ Պատճառը։ Ես չեմ վստահում ոչ Մարիայի որոշմանը, ոչ էլ Ռաֆի։ Բավարարված ես։ Շատ կոպիտ ես, Ռուբեն։ Կներես, բայց ավելի նուրբ չէի կարող։
Պապ, ես ամեն ինչ քեզ բացատրել էի, մենք խոսել էինք, կլինի ես ամենը չշարունակեք։ Նոնան ինչ եղավ։ Ես հասկանում եմ, որ դուք վախենում եք, բայց հիմա ուրիշ տարբերակ չկա, կամ կանչում եք, կամ ես ներս եմ գալիս ու հաշվի չեմ առնում, թե հետո ինչ կլինի։ Դավիթ, դու հասկանում ես, թե ինչ ես խոսում։ Եթե դու հիմա ներս գաս, իմ տան մեջ մարդասպանություն կլինի։ Մանավանդ որ Ռաֆը քեզ տեսնի։ Լավ, ես ինչ որ ձևով հիմա Մարիային դուրս կկանչեմ։ Բայց դու ներս չգաս հանկարծ։ Ես հիմա ամենակիչը Ռաֆի մասին եմ մտածում։ Վայ, նոնջանես ինչ եղար, էդ ով էր քեզ այդքան զբաղեցրել։ Նոնա ով էր։ Հարևաններ։ Դե սկսեք։ Հա, բա ոնց։ Վայ, ես ինչ եղավ, վատ նշան չլինի, թու։ Մամա հանգստացի։ Հա էլի մամ, ես ինչ սնահավատություններ ա։ Ռուբեն, մի րոպե խոհանոց կգաս։ Թող մնա հետո նոնա։ Բայց Հա դավ, Անի, ես քո օգնության կարիք ունեմ։ ինչ եղել ասա։ Ես հիմա Մարիային ստան մոտ եմ, նոր նոնայի հետ խոսեցի, ասեցի, որ Մարիային դուրս կանչի, բայց դեռ չկան։ Խնդրում եմ մի հատ կզանգես։ Մի վարքյան, դու գնացել ես Մարիայի հետևից դավ։ Անի, հայերեն չեմ խոսում, թե չես լսում։ Մի հատ շոկից դուրս գամ, հա, ակաջներից չեմ հավատում, այդ տղա։ Անի, ժամանակ չկա, խնդրում եմ հիմա զանգի։ Ինձ թվում է նոնան Մարիային չի էլ ասել, չեմ ուզում ուշանալ։ Առանց էդ էլ արդեն ուշացել եմ։ Հենց հիմա զանգում եմ։ Մարիա, խնդրում եմ, շտապ ինձ զանգի։ Հենց հիմա։ Մարիա, դեմքիդ գույն չկա։ Արի գնանք ջուր խմի, մատանին հետո կգտնենք։ Նոնա ջան, ինչ ա եղել, ինչ ես այդքան խառնվել իրար։ Հիմա էլ ուզում ես առանձնանաս Մարիայի հետ։ Ալա ինչ որ տարօրինակ բան եմ անում։ Հա, գեղեցիկ չի։
Կլինի լարվածություն չստեղծեք։ Մենք ուղղակի խոսում ենք, ինչ լարվածության մասին է խոսքը, Մարիա ջան։ Դու քեզ ճիշտ չես պահում ալա։ Մամա, կլինի Մարիային հանգիստ թողես։ Արի ավելի լավ է օգնի ինձ մատանին գտնենք, չեմ կարողանում գտնել։ Տղա ջան, ես չեմ բռնել Մարիայի ձեռքը ու նստել։ Ես ուղղակի ինչի ինձ դուր չեկավ, ես արտահայտվեցի։ Մի արտահայտվի, մամ։ Նոնա ջան կներես։ Մամայի բնավորությունն է սենց, արի։ Դավիթ 1000 անգամ զանգել եմ, չի պատասխանում։ Մամ, ինչ ա եղել։ Մարիայի ես քեզ խաբեցի։ Հարևանը չէր եկե։ Չհասկացա, բա ով էր։ Մամ, Մարիա, Դավիթն էր եկել։ Քեզ հիմա դրսում սպասում է։ Դավիթ։ Որ մեր տան մեջ կռիվ լինի։ Եթե ես Մարիային հետո տեսնեմ, արդեն ուշ կլինի։ Դու այս մասին պետքա ավելի շուտ մտածեիր։ Ու չթողնեիր, որ ամեն ինչ այսօրվան հասներ։ Ու Մարիայի այս վիճակի համար ես մենակ քեզ եմ մեղադրում։ Քո մեղքի բաժինն է այստեղ ավելի մեծ։ Ես գիտեմ, որ մեղավոր եմ։ Հիմա ինչ էլ լսեմ, ոչինչ չեմ ասելու։ Բայց չեմ ուզում ներս գան, որովհետև ես էլ չեմ ուզում ձեր տանը կռիվ լինի։ Ես հարգում եմ Ռուբենին, հարգում եմ այս տունը, համ էլ ձեր տանը տատիկա։ Չեմ ուզում ներս գալ, բայց սպասել էլ չեմ կարող, խնդրում եմ, ասեք թող գա։ Ինչի ես եկել, ինչ ես ուզում։ Ինձ թվում էր, որ մենք էլ քննարկելու ոչ մի թեմա չունենք, ու հետո Ռաֆը ներսում է, չեմ ուզում, որ վատ զգա իրեն։ Կլսես։ Չէ։ Ես հիմա չեմ թողելու, որ դու հետ գնաս։ Չեմ թողելու, որ այդ սխալը անես ու դրա մեղավորը ես լինեմ։ Դրա համար ես եկել, որ մեղքի տակ չընկնես։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ դու երբևէ ինչ-որ մեկի մասին մտածում ես, Դավիթ։ Մարիա, ես հասկանում եմ, որ ահավոր վատ եմ արտահայտվում։ Հասկանում եմ, որ զգացածս չեմ կարող ճիշտ բացատրել, բայց հավատա այն ինչի մազգում եմ այդ ահավորը։ Ու մեկ էլ, որպեսզի հարցիդ պատասխանը ստանաս, ասեմ, ես մենակ քո մասին եմ մտածում, Մարիա։ Միշտ եմ քո մասին մտածում։ Ու կապ չունի ուզում եմ թե չէ, դա անկախ ինձնից է ստացվում։ Մենք հիմա պիտի իրար այդ տեղից գնանք։ Հիմա էլ ես չեմ ուզում։ Ու ես չեմ պատրաստում Ռաֆի հանդեպ այդքան ստոր քայլ անեմ ու վազելով ընկնեմ գիրկդ։ Ու հետո քեզ ինչի է թվում, որ դու պետքա գաս, փոքր քայլ անես, իսկ ես ամեն ինչ մոռանամ ասածներդ էլ, արածներդ էլ։ Ու հետո արի չմոռանանք, որ մինչև ես եմ ամեն ինչ արել։
Խնդրել եմ քեզ, համոզել եմ, որ ինձ լսես, որ հավատաս ինձ։ Բայց դու ինձ ոչ գնահատել ես, ոչ էլ մինչև վերջ լսել ես։ Ինչի՞ է քեզ թվում, որ հիմա էլ ես պետքա քեզ լսեմ։ Որովհետև այն ինչ հիմա անում ես այդ ճակատագրական սխալը, Մարիա։ Մենք կարանք իրար հետ խոսանք, լսենք, հասկանանք իրար։ Եթե ոչ հիմա, ապա վաղը, մի քանի օրից, մի ամսից, եթե իրոք հիմա չես կարողանում։ Բայց հավատա, եթե դու հիմա ներս գնաս, էլ հետ դարձի ճամփա չի լինի, ու դու խաչ կքաշես բոլորիս վրա։ Էդ ես ուզում։ Չէ, այդ չի իմ ուզածը։ Դավիթ իմ ուզածը երջանիկ լինելն է։ Ես հոգնել եմ պայքարելուց ու լացելուց։ Ես ինչքան ինձ հիշում եմ, ես կյանքի դեմ պայքարում եմ, հոգնել եմ։ Ես էլ եմ ուզում գիշերները հանգիստ քնեմ, իսկ առավոտները ժպիտով արթնանամ։ Բայց Մարիան ուր է, նոնա ջան։ Հեսա կգալա։ Ես գնամ ջուր խմեմ։ Լիլիթ, ես կբերեմ։ Մարիա, ես չեմ եկել քեզ ինչ-որ բան համոզելու կամ պարտադրելու։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու հասկանաս, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, այդ վատ է, սխալ է։ Դավիթ, սուս մնա, ոչ մի բան մի ասեմ։ Ես ես իմ քայլով ինձ շատ ցավերից եմ փրկում։ Ես չեմ կարող։ Հենց այնպես քեզ ուղղակի իմ կյանքից հեռու պահեմ։ Ես դրա համար ինչ-որ քայլ պետք է անեմ, որ ստացվի ինձ մոտ։ Ինձնից ես պաշտպանվում, թե քո զգացմունքներից։ Դու ինչքան հնարավոր է շուտ ուզում ես ինձ մոռանաս, բայց ինչքան փորձում ես ավելի ես սիրում, չէ՞։ Ես էլ եմ սիրում, ավելի քան առաջ, որովհետև կորցնելուց հետո ես հասկանում իրականում թե ինչ ես կորցրել։ Մարիա, ես չեմ հավատում, որ երջանկությունը ինքդ քեզ խաբելու մեջ է, ոնց որ դու ես անում։ Ու եթե դու որոշել ես ինքդ քեզ խաբելով կյանքդ կապես Ռաֆի հետ, ապա վստահ եղիր, որ ժամանակը քեզ հակառակն է ապացուցել։ Ես չեմ ուզում, որ դու ընկնես այդ պայքարի մեջ։ Չեմ ուզում։ Ու չեմ թողնում։ Դու իմ հետ ես գալիս։ Լավ, ինչ եղավ, չեմ հասկանում։ Մարիան ուր է։ Չկա։ Ոնց չկա։ Հա, մատանին էլ չկա։ Բա ուր է։ Չգիտեմ, մամ, չկա ու վերջ։ Ես ասում եմ, անեցք, դուք ինձ չեք հավատում։ Ալա ինձ թվում է լավ չեք նայել։ Լիլի ջան, խնդրում եմ, մի հատ դու էլ կնայես։ Ես արդեն չեմ դիմանում։ Ռուբեն օպարես իրավիճակը ոչ մեկի սրտով էլ չի, բայց մենք չենք արտահայտվում։ Ես դիտավորյալ չարեցի, միամիտ ձեռքիցս ընկավ։ Ես քո հետ ոչ մի տեղ էլ չեմ գալիս, Դավիթ։ Գնա, քանի Ռաֆը չի եկել։ Մենք իրար հետ ենք գնում։
Ես քո ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ոնց որ դու իմ խոսքերին չէիր հավատում։ Ուզում եմ զգաս նույնի ինչ որ ես։ Հավատա Մարիայի, հիմա ճիշտ ժամանակը չես ընտրել ինձ ինչ-որ բան բացատրելու կամ հասկացնելու համար։ Դավիթ գժվել ես, թող, չեմ գալիս։ Եթե քեզ թվում է, որ ես քեզ ուրիշին եմ տալու, սխալվում ես։ Դու իմ հետ ես գալիս։ Լսում ես ինձ։ Գնացինք։ Լավ, ինչ եղավ այդ մատանին, ասեղեր ինչ էր կորեր։ Մամ, Ինչ։ Ալա, եթե ինչ-որ բան էիր ակնարկում, ասեմ, որ իմ հետ այտենց չեն խոսում։ Շատ վատ տարբերակ ես ընտրել։ Ռուբեն ջան, ես քեզ ոչինչ չէի ուզում հասկացնել։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է։ Ուր կորավ։ Լավ, վերջացրեք։ Լավ, Մարիան ինչ եղավ։ Գնամ կանչեմ Մարիային։ Ռավջան, դու փնտրի այդ մատանին, այդ աղջիկը գալու է, ինչ ենք դնելու մատին։ Ես դրսում ես Մարիային փնտրում։ Ուր է Մարիան նոնա։ Խոսալու ես նոնա։ Ռաֆ, Ես ոնց որ թե հասկանում եմ ինչ է կատարվում ստեղ։ Դավիթն էր այստեղ։ Բա հիմա ինչ ես ասելու Ռուբեն օպար։ Ինչ ա եղել։ Այն որ աղջիկը չկա։ Ինձ կանչել է ստեղ որ մատին մատանի դնեմ, իսկ ինքը ուրիշի հետ փախել է։ Հիմա էլ բան չունես ասելու։ Սրա իմաստը ո՞րն է, Դավիթ։ Իմաստը այնա, որ լսես ինձ։ Միշտ ինքս եմ եկել, որ լսեմ քեզ ու ինձ էլ դու լսես, բայց դու չես ուզել։ Ես գիտեմ Մարիա, որ սխալ եմ։ Գիտեմ, որ մեղավորը ես եմ։ Հիմա ինչ էլ ասես, ճիշտ ես, բայց դրանից չի փոխվում այն փաստը, որ ես քեզ սիրում եմ։ Չգիտեմ այն ժամանակ հետս ինչ էր կատարվում։ Ամեն ինչ անում եմ, որ քեզ մոռանայի։ Ափսոս, որ չստացվեց, չէ՞։ Հիմա եկել ես, որ ես քեզ օգնեմ այդ հարցում։ Բա ասում ես հիասթափվել ես։ Ինչ եղավ, տենց հեշտ անցավ։ Եկել ես օգնեմ, որ հիասթափությունդ վերապրես։ Ես արդեն չեմ հավատում այդ սեր ասվածին, չեմ հավատում, որ սերը հերիք է ապրելու համար։ Որովհետև այդ ամենի իմ մեջից դուրս եմ հանել։ Ես էլ են հին առաջվա Մարիան չեմ։ Դու իմ մեջ ամեն ինչ կոտրել ես։ Դավիթ, ես էլ չեմ ուզում ոչ մեկին սիրել։ Չեմ ուզում սիրո մասին մտածել։ Ու չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են սերը պայքար է։ Այդ ամենասխալ բանն է։ Երբ որ սիրում ես, սկսում ես ապրել հանուն այդ մարդու։ Ոչ թե ամեն ինչ անում ես, որ կորցնես իրեն ու հետո գոռաս, որ պայքարում ես իր համար։ Աստորեն դու ինձ չես հավատում, Մարիա։ Չէ, ես էլ ոչ մեկին չեմ հավատում։ Ու իմ համար մեկ է թե ով կլինի իմ կողքին, երբ կլինի ու ոնց։
Ես էլ սեր ասվածին էլ չեմ հավատում։ Այդ սերը հեքիաթներից դուրս եկած բան է։ Հա, ընդունում եմ, հեքիաթի մեջ ինքը շատ սիրուն է, բայց մենք իրական կյանքում ենք ապրում։ Մի քիչ մեծանալ է պետք։ Ալո, Աբուլ դու կարող ես Դավիթից ինչ որ լուր ունենաս, չեմ կարողանում զանգեմ իրան, չի պատասխանում։ չէ, անի, ոնց տանից դուրս ա եկել, զանգում եմ զանգերից չի պատասխանում։ Ինձ թվում է գնացել է Մարիայի հետևից, գիտես։ Հա, գնացել է, ես իր հետ խոսացել եմ, բայց հիմա չեմ կարողանում կապի դուրս գամ։ Մի տեսակ շատ անհանգիստ եմ, կռիվ չանի հանկարծ։ Չէ, բանը դրան հասած չի լինի, Ռուբենը այնտեղ է։ Լավ էլի Աբուլ, ես այդ Ռաֆից ամեն ինչ սպասում եմ։ Ես վստահում եմ այդ մարդուն։ Դրա համար չեմ խառնում, չեմ ուզում գնամ այնտեղ։ Իսկ եթե գնաս Աբուլ, ինչ գիտենք ինչ է կատարվում այնտեղ։ Ան, հեսա զանգեմ Լիլիթին հասկանում այնտեղ ինչ է կատարվում։ Շատ լավ, ինձ կասես էլի, կսպասեմ։ Լավ։ Ուզում եմ ասեմ կներես, բայց գիտեմ, որ այդ ոչ մի բան չի փոխելու։ Կներեսով հարց չի լուծվում։ Ու հիմա շատ քիչ է ասել կներես։ Ես չեմ գնահատել քեզ, Մարիա։ Չեմ գնահատել քո անկեղծությունը, ընդունում եմ։ Ոնց եղավ, որ սկսեցիր գնահատել։ Հասկացար, որ հանուն քեզ պատրաստ եմ կյանքս։ Ուղղակի ջնջեմ ու գցեմ մի կողմ, հա։ Ես շուտ պետքա գնայի այս քայլին, որ կարևորությունդ հասկանայր։ Բա ասում էր իմ համար չես գնացել այս քայլին։ Ուրեմն սիրում ես, չէ՞։ Բա ինչի ենք թողում, որ այդ սերը կորի, հա։ Ես ուզում եմ դու ինձ հավատաս։ Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Մի անգամ էլ հավատա ինձ, Մարիա։ Ինչ ես հիմա այս ամենը ինձ ասում։ Այն ժամանակ, երբ ներսս մի գրամ հավատ չկա։ Ես քեզ չեմ վստահում, կներես ինձ, Դավիթ։ Աստորեն չեմ կարողանալու մեջ այդ ոչինչ փոխել։ Չես հավատում ինձ։ Չէ, չեմ հավատում։ Չեմ վստահում քեզ, Դավիթ։ Ես չեմ կարող քո հետ գալ։ Չեմ կարող կողքիդ լինել չվստահելով քեզ։ Ինչ ասեմ, Մարիա։ Ուրեմն գնա։ Գնա ու հասի Ռաֆին։ Խոստանում եմ, որ էլ երբեք ճանապարհից չեմ հայտնվի։ Վստահ եմ, որ էլ խնդիրներ չեն լինի։ Ասում էր, որ քեզ Ռաֆը ընդունում է, ինչ էլ որ լինի։ Հիմա էլ կընդունի։ Կներես։ Երևի հիմա շատ տեղին է ասել կներես։ Կներես, որ խանգարեցի քեզ։ Մտածում էի, որ վստահում ես, որ ուղղակի նեղացած ես ու իրավունք ունես նեղանալու։ Բայց հիմա, որ չես հավատում ինձ, չես վստահում, իմաստ չկա էլ ինչ-որ բան անել։ Երևի այդքան էլ ինձ չես սիրում։ Երևի ուղղակի պահի հրապուրանք է եղել։ Կգնաս, թե ես տանեմ։ Հա, Աբուլ, Լիլիթ ինչ կա, ոնց այդտեղ իրավիճակը։ շատ վատ է։ Մարիան չկա, Դավիթի հետ գնացել է։ Գիտեմ, Ես չգիտեմ հիմա ինչ է լինելու։ Ռաֆը արդեն տեղյակ է։ Հա, արդեն բոլորը տեղյակ են։ Լիլ հետս կապով կլինես, կգրես, կզանգես։ Լավ, Անի խոսեցի Լիլիթի հետ։ Դավոն
Մարիայի հետ է։ Հիմա չգիտեմ, ուրախանամ թե վախենամ։ Անի խոսեցի Լիլիթի հետ։ Դավոն Մարիայի հետ է։ Հիմա չգիտեմ, ուրախանամ թե վախենամ։ Աբուլ ջան, չես հավատա, բայց ես նույն քո վիճակում եմ, չգիտես, մարդ ուրախանա, վախենա, ինչ անի։ Բայց ամեն դեպքում մեզ մնում է մենակ զինվենք համբերությամբ ու սպասենք։ Ռուբենո պար, ես քեզ հարգում եմ։ Բայց այն ինչ որ Մարիան արեց, ես Մեծ հավաքի քեզ։ Իմ տանն ես գտնվում, տղա։ Ռաֆ, մի հատ հանգստացիր։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Մարիան Դավիթին է սիրում։ Ու ձեր շտապողականությունը մեզ սորի հասցրեց։ Ես իմ աղջկա արարքը չեմ արդարացնում։ Բայց այդ չի նշանակում, որ քեզ թույլ եմ տալիս իմ տան մեջ իմ աղջկա մասին սենց խոսես։ ես Մարիային էլ այդ լակոտիներ սպանելու եմ։ Ռադետ քաշի ստեղից։ Լիլի տաքսի կանչի։ Ման, բայց Ռաֆը շատ արագ է քշում, ինչ ենք անելու։ Չգիտեմ ինչ ենք անելու։ Դու տաքսի կանչի, սիրտս որ որ է կպայթի։ Քորանամ ես։ Եթե վստահ չլիներ, որ սիրում եմ։ Ու սպասում եմ քեզ, եթե վստահ չլիներ, որ ամեն ինչից շատ եմ քեզ սիրում, այսօր կգայիր իմ հետևից։ Հարցիս պատասխանիր, Դավիթ։